Ողջույն, այսօր պատրաստում ենք հայկական խաշլամա։ Խաշլաման պարզապես ուտեստ չէ, այն մեր մանկության հոտն է, ամառվա ջերմությունը, տատիկի բակում հավաքված ամբողջ ընտանիքը։ Երբ տավարի միսը դանդաղ եփվում է թարմ բանջարեղենի հետ, սկսվում է մի ուրիշ պատմություն, հայկական խոհանոցի պատմությունը։ Սա այն ճաշատեսակն է, որ պատրաստվում է առանց շտապելու։ Ամբողջ համը գալիս է սիրուց, համբերությունից ու ընտանեկան ջերմությունից։ Ամենապարզ բաղադրիչներից՝ լոլիկից, կարտոֆիլից, մսից ու սոխից պատրաստված ուտեստ, երբ համերը միանում են և ստացվում է մի բան, որ միայն հայերը կարող են անվանել խաշլամա։ Խաշլաման մեզ միավորում է սեղանի շուրջ, հիշողությունների մեջ ու համով լի ափսեում։ Երբ միասին ենք ու կիսվում ենք նույն ճաշով, խաշլաման դառնում է լեզու, որը հասկանում է ամեն հայ, աշխարհի որ ծայրում էլ որ լինի։ Բարի ախորժակ։